Դիմությանը քննադատում են, մեղադրում են, չգիտես ինչի, որ դուք հեսա Գյումրի 2 եք ուզում անել մեծ ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում։ Նախ ինչ է նշանակում Գյումրի 2 անել, եւ եթե նկատի ունենանք, որ Գյումրի 1-ը այն էր, որ դուք Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը Գյումրի ընտրություններին ձեր ձայները տվեցիք Վարդան Ղուկասյանին եւ դարձիք քաղաքապետ, ապա հիմա ուզում են ասել, որ այդ նույն սցենարով օրինակ Ռոբերտ Քոչյանին կամ Սամվել Կարապետյանին եք դարձնելու։ Օրինակ ընդդիմությանն ենք դարձնելու։ Որ ընդդիմությանը։ Այն հավաքական ընդդիմությանը, ովքեր որ ընտրությունների արդյունքում հաղթահարելու են, շեմը անցնելու են եւ բոլորը միասին գնալու են ընդհանուր հաղթանակի։ Այդ ընդդիմության միասնական տեխնացուն Ռոբերտ Քոչյանն է լինելու։ Միասնական տեխնացուն ոչ Ռոբերտ Քոչյանն է, ոչ Սամվել Կարապետյանն է, ոչ Գագիկ Ծառուկյանն է, ոչ էլ մյուսներն են։ Միասնական տեխնացուն այն մարդիկ են, ովքեր որ անցնելու են ու ըստ այդմ ազգային ժողովում քվեարկելու են, ընտրելու են վարչապետի տեխնացուին։ Իսկ ով գիտե ով քանի տոկոս է հավաքելու եւ այդ թվարկածներից ով է անցնելու խորհրդարան, ով չի անցնելու խորհրդարան, որ այս պայթրությամբ կոնկրետ շեշտադրվում է Ռոբերտ Քոչարյանին կամ մյուսներին։ Այսինքն Գյումրի 2 սցենարը որպես այդպեսին դուք չեք բացառում, որ ով ավելի շատ ձայն հավաքի, այդ տեխնացի շուրջ։ Ինչի պիտի բացառենք, որովհետեւ այսօրվա դրությամբ բոլորս գիտենք, ոչ մեկն էլ 50+-ի այս պայթրությամբ հնարավորություն չունեն։ ԿՊՆ-ը չունի, կարծում եք։ Ոչ էլ ԿՊՆ ունի։ Բա որ ունեցավ։ Մի տեսակ ընդդիմություն շատ վստահ է խոսում։ Դե որ ունեցավ, եթե պիտի ունենա այդ 50+-ը, ուրեմն ժողովուրդը որոշելու է, ժողովուրդը ընտրելու է, որ ունեցավ, ունեցավ։ Դուք էլի կգնաք։ Եթե չունեցավ, այս պայթրությամբ հավաքական ընդդիմության այդ ընդրության արդյունքում իշխանությունը բնականաբար պիտի կարողանա վերցնել։ Ինչ եմ ասում, որովհետև իշխանությունը հատկապես թիրախավորում է Քոչարյանի ֆակտորը եւ ասում է, որ ձեր միասնական տեխնացուն Քոչարյանն է, Գյումրի 2 սցենարով էլ, ինչպես Վարդան Ղուկասյանն էր քոչարյանական, այսպես տեխնացու համարվում այստեղ, այնտեղ էլ արդեն ինքը բուն Քոչարյանը լինելու է վարչապետի միասնական տեխնացու եւ դարձնել եք նրան վարչապետ։ Առաջի հերթին որ տեխնացուի անունը որ տալիս են, պիտի կարողանան այդ շերմը հաղթահարել, մտնել խորհրդարան, հետո նոր արդեն վարչապետի տեխնացուի մասին խոսենք։ Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմը դուք կհաղթարեք, ըստ ձեզ կմտնեք խորհրդարան։ Այո, ըստ մեր ունեցած հարցումների, ուսումնասիրությունների, նաեւ տրամադրությունների, ժողովրդի մոտ է եղած տրամադրություններով մենք միանշանակ շեմը հաղթահարելու ենք։ Տեսեք, պարոն Գրիգորյան, ձեր դաշինք բավականին լավ արդյունք ունենալու ենք։ Այնպես որ մեզ համար այս պայթրությամբ ճիշտ չի այդ հարցին պատասխանելը, որովհետև բնականաբար մենք մասնակցում ենք շատ ձայներ ունենալու եւ այսօրվա դրությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գագիկ Ծառուկյանը բավականին լավ հնարավորություն ունի այս ընտրություններում շատ քվե ունենալու, այնպես որ այն որ միանշանակ ասում են Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, դա միանշանակ կարող եմ ասել, որ այսպես միանշանակ չէ իրենց շատ հավաքելու տարբերակը, չի բացառվում, որ ձեր թվարկած ուժերը միանալու են Գագիկ Ծառուկյանին։ Բայց Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի ցանկանում լինել վարչապետի տեխնացու։ Գագիկ Ծառուկյանը հստակ այդ հարցին պատասխանել է, նաև ես որպես թիմի անդամ, թիմի ներսում տրամադրությունները գիտեմ, ինչ տրամադրություն է, թիմագիծները ինչ տրամադրություն ունեն, այս պայթրությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջի համարը Գագիկ Ծառուկյանն է եւ թիմը համախմբված է Գագիկ Ծառուկյանի շուրջ, նաեւ թիմի այս ներքին տրամադրությունները կարող եմ ասել, որ նաեւ թիմի մեջ հակվածությունը ավելի շատ դեպի Գագիկ Ծառուկյանն է, այնպես որ առաջնաստված կտեսնենք մենք ինչ հնարավորություն կունենանք ընտրություններից հետո նոր արդեն պարզ կլինի ըստ տարած ձայների, ըստ հավաքած ձայների, թե ով ում կմիանա, ինչպիսի իշխանություն կձևավորվի։